Բարձր պատշգամբներ, բաց պատուհաններ եւ մահացած կանանց աճող թիվ։ Ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ է ընկել քույրս։ Վերևում երրորդ հարկի պատշգամբն է, իսկ սա այնտեղն է, որտեղ նա ընկել է։ Թուրքիայում նման մահերից շատերը պաշտոնապես գրանցվում են որպես ինքնասպանություն։ Ինչու չփորձեց հետ պահել նրան այդ քայլից։ Միայն 2025 թվականին շուրջ 600 կին է մահացել ընտանեկան միջադեպի հետևանքով։ Բազմաթիվ դեպքերի հանգամանքներ մնում են չբացահայտված։ Փաստաբաններից մեկը զգուշացնում է. համակարգը սատարում է նրանց, ովքեր զոհերին հասցնում են մահվան։ Այսօր ցանկացած մեկը, որ սպանում է կնոջը ատրճանակով կամ դանակով, սովորաբար հասարակության ավելի քիչ կրթված եւ աղքատխավից է։ Ի վերջո, եթե ապացույցներ չկան, մեղավորը գրեթե միշտ մնում է անպատիժ։ Արևելյան Թուրքիայի Գազիանթեփ քաղաքն ունի ավելի քան 2 միլիոն բնակչություն։ Այնուր Քոչակը այցելում է իր ավագ քրոջ գերեզման։ Թեև Սեզայի Քոչակի մահվանից գրեթե 6 տարի է անցել, ընտանիքը դեռ չի կարողանում հանգստություն գտնել։ Երկու երեխաների մայրը ըստ պաշտոնական վարկածի ամուսնու եւ տեկրոջ ներկայությամբ նետվել է բնակարանի պատշգամբից։ Նա այդ ժամանակ փորձում էր ամուսնալուծվել։ Սովորաբար ինչ-որ հուշող նշաններ է լինում, որ մարդ ուզում է ինքնասպան լինել, իսկ քույրս 1 ժամ առաջ էր մեր ծնողների տնից հեռացել եւ շատ լավ տրամադրությամբ։ Նա ամառային արձակուրդների ծրագիր ուներ եւ ճամպրուկներ հավաքել, որպիսի որդու հետ մեկներ Անկարա բժշկական զննության։ Ողբերգական դեպքը տեղի ունեցել այստեղ շենքում, որտեղ Սեզայի Քոչակը ամուսնու եւ երեխաների հետ ապրում էր երրորդ հարկում։ Ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ է ընկել քույրս։ Երրորդ հարկի պատշգամբը երևում է, իսկ սա այնտեղն է, որտեղ նա ընկել է։ Փեսաս պնդում է, թե քույրս անցել է ճաղավանդակի մյուս կողմը եւ մեկ ձեռքով կախված էր մնացել, մինչեւ որ վայր էր ընկել, բայց մինչեւ այդ հարևանները ոստիկանություն էին զանգարել եւ հայտնել, որ մի կնոջ են սպանում։ Ոստիկանությունը ուշ էր հասել։ Քույրս սկզբում դեռ ողջ էր, բայց շտապ օգնության աշխատակիցները չկարողացան փրկել նրան։ Olay yerinde 20 dakika ambulans bekliyor, düştüğünde canlı. Դատախազությունը Սեզայի Քոչակի մահը որակել է որպես ինքնասպանություն եւ փակել գործը։ Նրա նախկին ամուսինը չպատասխանեց մեր հարցերին։ Թուրք կանանց իրավապաշտպանները նշում են, որ միայն 2025 թվականին մոտ 600 կին է սպանվել։ Նրանց գրեթե կեսը մահացել է կասկածելի հանգամանքներում։ Հնարավոր չի եղել ապացուցել արտաքին միջամտությունը եւ քննությունը փակվել է։ Պաշտոնապես 52 կին ինքնասպանություն է գործել բարձրությունից ցած նետվելով։ Այս ցուցանիշը աճում է։ Կանանց իրավունքների պաշտպան Թուղբա Աշըքը ուսումնասիրում է այս ենթադրյալ ինքնասպանությունները։ Նա չի հավատում պաշտոնական վարկածին։ Բողոքի ցույցի ժամանակ նա դրանք որակել է որպես ֆեմիցիդ։ Թուրքիայի կանայք այժմ բարձրաձայնում են ասելով. եթե ասեն, որ ես ինքնասպան եմ եղել, մի հավատացեք, ես երբեք նման բան չեմ անի։ Իհարկե, որոշ դեպքերում չի կարելի բացառել, որ կանայք իրոք ինքնասպան են եղել, բայց մենք դատական համակարգից պահանջում ենք, որ այս գործերը մանրակրկիտ քննվեն եւ ապացույցները չոչնչացվեն։ Ըստ պնդումների այդ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայում։ 2023 թվականի նոյեմբերի 7-ին երեկոյան Դույգու Սոյթեփեն ըստ պաշտոնական վարկածի ցած է նետվել բարձրահարկ շենքի 37-րդ հարկից։ Բնակարանում գտնվել է տղամարդ, որի հետ 24-ամյա կինը հարաբերությունների մեջ էր։ Նրա մայրը Ֆիլիզ Ալքանը մինչև օրս չի հաշտվել դստեր մահվան հետ, ինչն անդրադարձել է նաև նրա առողջության վրա։ Նա չի ընդունում ինքնասպանության վարկածը։ Իմ աղջիկն այդպիսին չէր, նույնիսկ եթե աղջիկս ուզում էր ինքնասպան լինել, ինչու նա չփորձեց հետ պահել նրան այդ քայլից, ինչու ինձ չզանգահարեց։ Neden müdahale etmedi? Niye beni aramadı?
Դույգուի մահը գրանցվել է որպես ինքնասպանություն, նույնիսկ մինչև դիահերզման արդյունքների հրապարակումը, ասում է Ֆիլիզ Ալքանը։ Դատախազության համար բավարար է եղել այն հանգամանքը, որ Դույգուն աշխատել էր գիշերային ակումբում։ Դատախազը հայտարարեց, որ աղջիկս թմրանյութ եւ ալկոհոլ է օգտագործել, ապա իրեն ցած է նետել պատշգամբից։ Ինչ պետք է ասեի, ես արդեն ուժասպառ էի։ Դատախազությունը շատ արագ եզրակացություն արեց, իսկ ես երկար դատական պայքարի համար բավարար միջոցներ չունեմ։ Ես փորձել եմ ամեն ինչ։ Hiçbir şey yapamadım yani. Çok yerlere girdim, çıktım ama hiçbir şey yapamadım çünkü param yoktu. Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու էր դատախազությունն այդքան վստահ, որ սա ինքնասպանության դեպք էր։ Այդ պատճառով այցելում ենք Մայրաքաղաքի արդարադատության պալատ, քանի որ նկարահանումն արգելված է, նախասրահից այն կողմ չենք անցնում։ Դատախազի օգնականը մեզ ասում է, որ գործը փակվել է 2024 թվականին։ Ինքը դատախազը հրաժարվեց հարցազրույց տալ։ Գործի նյութերին ծանոթանալու մեր խնդրանքը նույնպես անպատասխան է մնացել։ Մեկ այլ դեպք Ստամբուլի Քարթալ Արվարձանի երկնաքերերից մեկում։ Այս տարվա մարտին ըստ պնդումների բուժքույրը 27-րդ հարկից ընկել եւ մահացել է։ Երիտասարդ մայրը այդ երեկո այցելել էր տղամարդ ընկերոջը։ Քանի որ քննությունը դեռ շարունակվում է, տվյալ տղամարդը հրաժարվում է մեկնաբանել։ Բնակելի համալիրի անվտանգության աշխատակիցներն էլ են լռում։ Մենք ոչ մի բան չենք ուզում ասել։ Այստեղ ամեն մեկն իր անձնական կյանքն ունի։ Մենք ոչինչ չգիտենք։ Ձեր մասին էլ չգիտենք, թե ինչ եք մտածում կամ ինչ եք անում։ Դրսում հանդիպում ենք հարևաններից մեկին։ Նա հիշում է, որ տեսել է ոստիկանության, շտաբօգնության աշխատակիցներ եւ սավանով ծածկված մարմին։ Ես ամեն ինչ տեսա, երբ տուն էի վերադառնում։ Չէի ճանաչում այդ կնոջը, բայց դա ինձ ցնցեց։ Այդ գիշեր վատ քնեցի եւ շատ վախեցած էի։ Մենք այցելում ենք երիտասարդ կնոջ աշխատավայր, մոտակա հիվանդանոցը, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, եւ այստեղ տեղի է ունենում անսպասելի շրջադարձ։ Մահացու դեպքից 4 շաբաթ անց հանկարծ տեղեկություններ են հայտնվում վերջին հաղորդագրության մասին, որ իբրև զոհը ուղարկել էր իր մորը։ Հաղորդագրության մեջ նա գրում է, որ այլևս ուժ չունի ապրելու եւ խնդրում էր ծնողներին լավ խնամել իր որդուն։ Մեզ հետ անանուն զրույցում մահացածի նախկին գործընկերն ու ընկերուհին կասկածի տակ է դնում այդ հաղորդագրության իսկությունը։ Թուրք կանանց իրավունքների պաշտպանները Ստամբուլի այս դեպքը այժմ նույնպես ներառում են կասկածելի մահերի շարքում եւ կասկածի տակ են դնում ինքնասպանության վարկածը։ Բայց ինչ են մտածում Թուրքիայի տղամարդիկ այս խորհրդավոր մահերի մասին։ Նրանք եւս հավատում են, որ այս մահերը ինքնասպանության հետևանք են։ Ստրեսը կարող է ինքնասպանության հասնել, կարող են խնդիրներ լինել երեխաների, ընտանիքի կամ ամուսնու հետ։ Մարդիկ սկսել են ավելի հաճախ թմրանյութ օգտագործել, նրանք հալյուցինացիաներ են ունենում եւ ինքնասպանություն գործում, կամ էլ ամուսինն է կնոջը հասցնում այդ վիճակին։ Դա արդեն կարող է համարվել սպանություն անզգուշությամբ կամ նույնիսկ կանխամտածված սպանություն։ Ուրեմն արդյոք թուրք կանանց իրավապաշտպան կազմակերպությունները ճիշտ են, երբ կասկածի տակ են դնում ինքնասպանության վարկածները։ Ստամբուլցի սոցիոլոգ Մեհմետ Էսքինը երկար տարիներ ուսումնասիրում է ինքնասպանությունը որպես սոցիալական երևույթ, այդ թվում Թուրքիայում։ Նա չի մեկնաբանում առանձին գործերը, բայց ասում է, որ նման եղանակով կանանց ինքնասպանության դեպքերը հազվադեպ են։ Եթե նայենք թուրքական վիճակագրությանը, կանայք սովորաբար ինքնասպանության համար դեղահաբեր են ընդունում։ Ընդհանրապես ինքնասպանությունների մոտ 17-20%-ը կատարվում է կանանց կողմից։ Սովորաբար ինքնասպանության մտքերն ու փորձերը հատուկ են նրանց, բայց կանանց ինքնասպանության հիմնական պատճառը տղամարդիկ են։ Այնուր Քոչակը համոզված է, որ իր քույրը ինքնասպան չի եղել, չնայած նրան, որ դատարանում նախկին ամուսնու ընտանիքը պնդել է, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել։
Նրանք պնդում էին, թե նա դեպրեսիայի մեջ էր եւ բուժում էր ստանում, եւ հենց դա էր իբրև նրա ինքնասպանության պատճառը, բայց քույրս իր ողջ կյանքում երբեք նույնիսկ մեկ հակադեպրեսանտ հապ չի ընդունել։ Սեզայի Քոչակի մոր տունն է։ Գրեթե 6 տարի է, ինչ ընտանիքը պայքարում է նման մեղադրանքների դեմ։ Մեղադրանքների, որոնք միայն ավելի են խորացնում դստեր եւ քրոջ կորստի ցավը։ Փաստաբանի աջակցությամբ Այնուր Քոչակը պայքարում է, որպեսզի իր քրոջ մահվան գործով քննությունը վերաբացվի։ Ըստ փաստաբանի, դատախազությունն անտեսել է բազմաթիվ կողմնակի ապացույցներ, որոնք կարող էին վկայել հանցագործության մասին։ Օրինակ, հարևաններից մեկի ցուցմունքը։ Նա պատմել է, որ բնակարաններից աղմուկ է լսվել, բացել է իր բնակարանի դուռը եւ տեսել, թե ինչպես է մահացած կնոջ ամուսինը կատաղած վազում աստիճաններով ներքև եւ գոռում. «Նա ստացավ այն, ինչին արժանի էր, այդ անպատիվ կինը, պատկերացրեք ձեր կինը, ձեր երեխաների մայրը ընկնում է պատշգամբից, նույնիսկ եթե մինչև այդ վիճել եք, եթե դուք դրա հետ որևէ կապ չունենայիք, այդպես կարձագանքեիք»։ Դա հակասում է ցանկացած տրամաբանություն։ Սակայն դատարանները հրաժարվել են վերաբացել գործը, եւ յուրաքանչյուր մերժում ավելի է խորացնում մոր հուսահատությունը։ Ինչպես ապացուցել, որ դստերդ ինքնասպան չի եղել։ Ֆիլիզ Ալքանը նույնպես կորցրել է հավատը Թուրքիայի դատական համակարգի նկատմամբ։ Միևնույն ժամանակ ակտիվիստները կասկածում են, որ որոշ հանցագործներ դիտավորյալ բեմադրում են սպանությունը որպես ինքնասպանություն, որպեսզի օգտվեն իրավական բացերից եւ խուսափեն պատժից։ Այսօր նրանք, ովքեր դեռևս իրենց կանանց սպանում են ատրճանակով կամ դանակով, սովորաբար հասարակության քիչ կրթված եւ աղքատ խավից են։ Սակայն կանանց անբացատրելի մահերի գործով կասկածյալները հիմնականում հարուստ եւ կրթված մարդիկ են։ Այնուր Քոչակը մտադիր է այս գործը հասցնել մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա ասում է, որ դա իր պարտքն է քրոջ հիշատակին, որը երբեք չի ցանկացել մահանալ։